Ժորժան, Հայաստանում միկրոֆինանսական վարկային կազմակերպությունները թալանում են հայ ժողովրդին։ Այո, թալանում են եւ ասեմ թե ինչպես։ Հասնում է տոկոսադրույքները տարեկան, փաստացի այն իրական տոկոսադրույքները 30, 40, 50, 60 միջև տարեկան տոկոսադրույքի է հասնում։ Կա իրական եւ կա այսպես կոչված նոմինալ տոկոսադրույք։ Դուք երբ գնում եք ստորագրում եք այդ միկրո կազմակերպությունում, դուք ստորագրում եք եւ տեսնում եք նոմինալ տոկոսադրույքը, որը կարող է կազմել 18, 19, 20, 21% եւ այլն, հա։ Եվ փոքր տարերով կարող է գրված լինի պայմանագրում իրական այդ 40-50% տարեկան տոկոսադրույքը։ Հիմա որ մտնեք այդ կազմակերպությունների կայք, օրինակ, չգիտեմ, Global Credit կլինի եւ այլն, այնտեղ իրական այդ բանը, իրական փաստացի, իրական ոչ նոմինալ, ոչ թե նոմինալ տոկոսադրույք, այլ իրական տոկոսադրույքը գրած է 40-50%։ Հասկանում եք, սա թալան է իրականում, եւ կենտրոնական բանկը, ուշադրություն, կենտրոնական բանկը չունի պարտադիր արդեն սահմանված հստակ այն տոկոսադրույքը, որից ավելի բարձր այդ կազմակերպությունները չեն կարող տալ։ Կենտրոնական բանկը սահմանել, ասենք 21% ամենաբարձր տոկոսադրույք, հա, որ կարա լինի, բայց դա պարտադիր բնույթ չի կրում, դա կրում է ուղղակի սենց խորհրդատվության մակարդակով, այսպես ասենք, ոչ պարտադիր բնույթ։ Այսինքն կենտրոնական բանկ, բա դուք ուր եք նայում, մարդկանց թալանում են 40-50% իրական փաստացի տոկոսադրույքներով, դուք նստած ոչ մի բան, որտեղ օրենք չկա, իրականում օրենք չկա, օրենքը բացակայում է, որ պարտադիր, ոնց որ Ֆրանսիայում է, եվրոպական այլ երկրներում է, որ չի կարա այսքան տոկոսադրույքից բարձր տոկոս լինի, եթե լինի, տուգանվում են լիցենզիայից զրկվում են եւ այլն եւ այլն։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, եւ ես ասում եմ Հայաստանում պետք է ժողովրդական ալիք սկսվի, որպեսզի փակվեն նման վարկային կազմակերպությունները, որոնք 40-50-60%-ով մարդկանց տոկոս են տալիս, վարկ են տալիս, օրենք սահմանվի, որտեղ հստակ սահմանվի շեմ, որից բարձր չի կարող տրվել կենտրոնական բանկն վերահսկի այդ վարկերը եւ չեղարկվեն այն արդեն չեղյալ հայտարվեն այն վարկերը, որոնք արդեն փակվել են տոկոսով, մայր գումարը մի բան էլ ավել եւ շարունակում են թալանել մարդկանց, տները վերցնել, գույքը վերցնել։ Այս 3 պայմանը, Ժորժան, մենք միասին պետքա նենց անենք, որ հասցնենք իր տրամաբանական կետին։ Միասին տարածենք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին, մեկնաբանեք, գրեք, հասնելու ենք արդարության, չկասկածեք։